Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինին։ Շնորհավորելով ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Գագիկ Ծառուկյանը հույս է հայտնել, որ լավ հիմքերի վրա դրված ակտիվ փոխգործակցությունը մեր երկրի տարբեր կառույցների հետ արդյունավետ շարունակություն կունենա։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար Անդրեյ Սորոկինը նշել է, որ թե Հայաստանի իշխանությունների և թե միջազգային հանրության համար այսօր առաջնահերթ է առաջիկայում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները։ Պետք է ամբողջ ջանքերը նպատակաուղղել Հայաստանում ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացմանը, նշել է Սորոկինը, վստահություն հայտնելով, որ այդ ճանապարհին իր ակտիվ դերակատարումն է ունենալու նաև Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Իր հերթին Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ օրենքի տառին և ժողովրդավարության չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացումը կուսակցության առաջնահերթ խնդիրներից է։ Այս առումով ԲՀԿ նախագահը կարևոր է համարել ոչ միայն ԵԱՀԿ-ի, այլև միջազգային այլ դիտորդական առաքելությունների դերը, ակնկալելով նրանցից անաչառ գնահատականներ։ Հարգելի պարոն Սորոկին, ուրախ եմ հյուրընկալել ձեզ այստեղ։ Ինչպես ձեր, այնպես էլ Բարգավաճ Հայաստան կուսակցության համար չափազանց կարևոր է օրենքի տառին և ոգուն համապատասխան ընտրությունների անցկացումը։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունն օգտագործելու է իր ամբողջ ներուժը առաջիկա խորհրդարանական ընտրություններն ամենաբարձր մակարդակով անցկացնելու համար։ Մեզ համար մեծ կարևորություն ունի բնակչության ակտիվ ներգրավվածությունը ընտրական գործընթացին։ Մենք պետք է հետևողական լինենք և տեր կանգնենք յուրաքանչյուրի քվեին։ Для нашего народа, нашего государства. Հարգարժան պարոն Ծառուկյան, մենք համոզված ենք, որ շատ խնդիրներում ունեցած մեր տեսակետների համապատասխանությունը էապես կնպաստի համատեղ արդյունավետ փոխգործակցության և զգալի հաջողություններ գրանցելու գործում։ Այս ամբողջ ժամանակահատվածում մենք հետևողական ենք եղել ձեր գործունեությանը, համոզվելով, որ դուք իսկապես գործի մարդ եք։ Ձեր խոսքը գործ է և մենք վստահ ենք, որ ձեր աշխատանքի հիմքում ժողովրդավարական ամենաբարձր արժեքներն են։